Գելեվ ողջունում եմ բոլորիդ, գիտեմ ալիքուն շուտվանից վիդեո չի եղել, սպասողներ շատ են եղել, գրել են ինչ է լավ էս ավտոն, ինչ է լավ են ավտոն, մի խոսքով մի քիչ պրոբլեմներ եղավ, վիդեո չի կարող նկարել եւ այլ, գործերը շատ հավաքվել էր, այս ավտոն հիմա ձեզ որ ցույց եմ տալիս, այս հետևս կանգնած է։ Գուշակեք էս ինչ ավտո է, ու էսի սա իմ ժամանակն ու կյանքը կերել է, բայց ամեն դեպքում արդեն ինքը պատրաստ է, արդեն ինքը եղնիկ է, հենց որ գրեք կոմենտերում, որ ավտոն է, եթե սերիալները նայել եք անցած, անպայման պատկերացում կունենաք ինչի մասին է խոսքը, սրա մասին շուտով, հուսով եմ շուտով, մի խոսքով, բայց այսօր այս ավտոյի մասին չի, այսօր ուզում եմ ցույց տամ ինչ երկու հետաքրքիր պրոյեկտ ունենք, երկուսն շատ հետաքրքիր է ինձի, նորություն չի մի ավտոն, այն մեկը նորություն է, բայց ինչպես գիտեք 124, Mercedes, ես, բան եւ այլն, մի խոսքով, հիմա ցույց տամ ինչ ավտոներ եմ առել ու ինչ եք անելու իրենց վրա, գնացինք, բում ընկերներ, 124, արծաթագույն ու վագոն, ինչպես միշտ վագոն, գիտեք ես վագոնի սիրահար եմ, շատ եմ սիրում, անում ենք պրոյեկտ, ինչ ենք անում, ընկեր, AMG ենք հավաքում, ինչ ենք անում, ինչպես տենում եք, դեմի բամպերը չկա, հետևի բամպերը նույնպես չկա, այսքետ ինչ է նշանակում է, որ մենք դնում ենք original AMG body kit այս ավտոյի վրա, այս ավտոյի գնից չափ մոտարապես body kit-ն է նստում վրես Վարեզը, ես ես արկում եմ իրան ցեխի Այս իմ աղջիկը ցեխից է սարքում ինչ-որ սարքում է Հաջող, հիմա իրավ շիծում Հիմա իմ աղջիկը թույլտվությամբ իմ վիդեոն շարունակում մի խոսքով այս ավտոն մոտավորապես իդեալական վիճակում է տեխնիկապես շատ բաներ արված է իր վրա, բայց մի յուրահատկություն ունի նաև ուրեմն նախ սիլվեր գույն շատ քիչ է հանդիպում, երկրորդ հիմա ցույց տամ ինչն է սալոնի գույն է ընկերներ կապույտ կաշվից սալոն, կաշի, այսի MBTEX չի, այսինքն դերմանտինը չի կապույտ կաշվից իդեալական սալոն ընկերներ 161,000 քշած ավտո է, բայց որ նայում ես լրիվ նոր վիճակի է ստեղ նայեք, լրիվ ասենք ես այսքան ունեցել եմ այս ավտոներից, ես չեմ տեսել, որ այս նայեք փափուկ է, որ ռուիլը փափուկ լինի, ես չեմ տեսել կներեք Այսենց բան, որ ռույլը փափուկ լինի, ես չեմ տեսել ոչ մի ավտոյի վրա։ Նայեք փեդի վիճակը։ Մենք ինքը լրիվ իդեալական վիճակում է գտնվում։ Ստե հետևը մի սենյականոց իհարկե։ Այսենց իդեալական ավտո է, ու անում ենք իրան պրոյեկտ։ Ինչ ենք անելու։ Դնում ենք AMG դեմ հետև շթերը, պատնոշկեքը, փոխելու ենք պասատկեն, իջացնում ենք H&R սպրինգերի վրա, պրուժինների վրա ենք դնելու ու դնելու ենք AMG բանտաժներ, մոնոբլոկներ, այս ավտոյի վրա աքսեսուարներ, ինչը որ ես պատրաստվում եմ դնեմ իր վրա, ավտոյի գնից անցնում են լորինգ սպրինգերը, դեմի հետևի AMG շթերը ու պատնոշկեքը ու բանտաժները, թիվա, մի խոսքով շատ հավես պրոյեկտ անելու, էսի Gen 2, Gen 3 այսինքն հետևի դեմի բամպերները ուրիշ է լինելու, օրիգինալ Gen 2-ի նման, կամ Gen 3-ի նայած որ թվից սկսես հաշվել, ույն բան անելու, այն մյուս ավտոն հիմա ցույց տամ ինչ եմ առել ընկերներ, ինի կայֆա բում ընկերներ 124 կաբրիոլետ
Այս ավտոն էլ ենք անում պրոյեկտ, նույն ձևի անում ենք AMG, սրա մասին առանձին վիդեոներ կնկարեմ, գրեք կոմենտներում հետաքրքիր է, կաբրիոլետի մասին պրոյեկտ, գրենք, սով, քեզ որ ավտոն է դուր գալի, այս սպիտակը, թե այն մեկը, այն մեկը, օքեյ, իմ խելքին ես, Մի խոսքով 124 կաբրիոլետ, 94 թիվ, M104 մոտոր գործեր կա ավտոյի վրա անելու, բայց ցույց կտամ հետո ինչ ենք անելու։ Բոլորը մեկ տունը ստացիոն է ու մեկ տունի համարը 3-2-0։ Լավ, արևս դե Հելենի մեկան սպասի։ Okay, ընկերներ, ուրեմն այսօր սկսում ենք աշխատել այս ավտոյի վրա։ Այսի երկար չի տևելու, որովհետև կարծում եմ երկար չի տևելու, որովհետև հիմա տվել եմ բադիկիտը, որ արդեն պետքա սարքվի, բերվի, սպասում եմ դրան, հիմա ցույց տամ ինչ ունենք ստեղ նաև, որ այսօր ինչ ենք անում։ Ուրեմն գիտեր H&R Lowering Springs, գերմանական ցածրացնում ենք լրիվ նոր պրուժինները, ասատկի միջացնում ենք, որ ստեղ ունենք արդեն AMG մոնոբլոկները խրոմ 17 ինչ, սրանք են դնելու։ Մի խոսքով այսօր սկսում ենք արդեն աշխատել այդ ավտոյի վրա, հիմիկադրությամբ փոխում ենք պրուժինները, իմ համար դժվար գործ է, չգիտեմ, այս պայմաններում ու վտանգավոր է, բայց ամեն դեպքում սկսում ենք, գնացինք։ Հիմա պասատկեն տերում եք ոնց, հա, ինչքան բարձր է կայանում։ Ավտոյի պասատկի, սպորտային ավտոյի պասատկի 99%-ը էդի կներեք, ավտոյի տեսքի, սպորտային ավտոյի տեսքի 99%-ը էդի պասատկեն է։ Նայեք ինչքան բարձր է, ստեղ ու իր համար, եթե իրեն պահում ես օրիգինալ, սենց շատ ճիշտ է, բայց քանի որ մենք անում ենք սպորտ վագոն, փոխում ենք պասատկեն իջացնում ենք ավտոն, հիմա նայում ենք սենց ինչքան բարձր է կայնում, իջացնում ենք, որ հետո բերենք բադիկիտը դնենք վրեն, այս տակերը իհարկե ներկվելու է նորից իր գույնով, սենց երկու գույն չեմ թողելու։ Մի խոսքով հերիքա խոսանք, սկսում ենք գործանել։ Okay, ընկերներ, հանեցինք բանտաժը, սա իր զավասկոյ պրուժինը, այսի մեր պրուժին փոխելու գործիքն է, որտեղ սրա պրուժին փոխելը ցանկացած պրուժին փոխելու գործիքով չես կարող անես, օրիգինալ ձևի է, այսի սրա համար է, այս էլ ունենք մեր H&R-ները, դեմինները երկարն է, հետևինները պաշն է։ Ընկերներ, մեզ են մոմենտներից, որ բանը 5 րոպեվա գործ է, այս շուտ անեմ պրստեմ, մեկ էլ մի սուտկա անցավ, այս հետ վիճակներ, ուրեմն ոնց որ տենում եք, այս մի դեմի պրուժինը արդեն դուրսն է, որ պետք է դուրս ելներ 3 իրիկուն սկսելուց կես ժամ հետո, բայց ինքը դուրսն է, երբ որ հաջորդ օրը առավոտ ժամը 11-ն է։ Այս ավտոյի գործի մեջ մի հատ բոլտ, մի հատ ես իմ ինչ կարա ես կինոսարքի։ Հենց որ այս մեկից փորձանք, հիմա հանենք մյուսները, շարենք իրար տեղը ու արդեն մի անգամ կմիանամ, երբ որ բոլոր 4-ը փոխածել եմ, հույս ունեմ, որ մնացածը հանգիստ է այդան, չգիտեմ, գնանք։ Ուրեմն վերջացրեցի բանը, այդ պրուժիների փոխելը, ավտոյի պասատկի նահագին իջելը, դա չգիտեմ, երևի շատ է չէ, հիմա եկեք տնենք ինչ ստացվավ։ Եկեք ես կողմից ավելի լավ ցույց տամ։ Անցե հետևն է։ Հետևը կարծում եմ իդեալական է նստել։ Շատ լավ է։ Այս դեմն է։ Դեմը կարծում եմ մի քիչ շատ է, չէ։ Ոնց որ շատ է, չէ, չգիտեմ, եթե այս բանտաժներով թողենք, իհարկե
օքեյ է, բայց քանի որ փոխում ենք ուրիշ բանտաժներ, AMG մոնոբլոկներ ալնելու, այդ դեպքում արդեն այնենք ավելի լեն են այդ պագշկեքը, հիմա չգիտեմ կսելու է թե չէ, գտնեմ հիմա այն պագշկեքը տակը բանտաժներով, նրանք 17 են ու ավելի լեն են ու կտենանք կսում է թե չէ, եթե կսում է լավ չի, պետք է մի քիչ բարձրացնենք, պետք է փադերը փոխվի, եթե չէ, չկսեց, ուրեմն սենց էլ կպայենք։ Ուքենք այդ դրեցի վրան AMG-ները, հիմա եկեք տենանք ինչ վիճակ է, լավ վիճակ չի, ցույց տամ ինչ է կատարվում։ Ուրեմն գինես, էսի AMG բանտաժներն են 17 235 45 17 ուրեմն դեմը լավ չի, այսինքն ինքը բանը շատ իդեալական է նստած, բայց կսելու է հաստատ մի հատ թեթև փոս և գրգր հաստատ, հետևը լավ է, այստեղ դեմը շատ ցածր է ու լեն է բանտաժը, ստեղից որ նայում ես, թվում է թե իդեալական է, բայց չէ, մի քիչ լեն է, հետևը կարծում եմ խնդիր չենք ունենա, կարծում եմ, եթե ունենանք, ուրեմն պետք է պագիշկեքը փոխեմ, ավելի մի քիչ նեղ պագիշկեք գցեմ, բայց հետևը չեմ կարծում, ուրեմն դեմը ինչ պետք է արվի, կամ պետք է մի քիչ բարձրացնենք այդ պլաստավկի կա, բանի տակ, պրուժինի տակ, պլաստիկ չէ, ռեզինից, մի խոսքով, պլաստավկի կա, ու դնենք մի քիչ բարձրացնենք, կամ նորից պագիշկեքը պետք է փոխվի ավելի նեղի, ամեն դեպքում բան պիտի անենք, որտեղ սենց չլինի, հիմա կմտածեմ ինչ պետք է արվի, ընկերներ, գիտեք, տեսակ որ շատ ցածր էր նստում, հիմա այս ռեզինները եկել է, պետք է բարձրացնենք մի քիչ, 1.8 սանտիմետր է, տենանք պասատկեն ոնց կլեն, որտեղ ամեն դեպքում շատ ցածրը սիրուն չի մանավանդ վագոնի վրա, մանավանդ երբ որ հետևը այդքան ցածր չի նստում, ամեն դեպքում շատ ցածր ես չեմ սիրում, մի քիչ պետք է ավտոյի տեսքը նեցել որ կախ չլինի, հենց որ հիմա սրանք կդնենք վրան, կփոխենք ու կտենանք ոնց է նստում պասատկեն, հիմա էլ հուսով եմ շատ չի բարձրանա, գնացինք։ Ինքն փոխեցի այդ 18 մմ սպրինգ փադերը, հիմա ցույց տամ ինչ վիճակ է, բացարձակ ոչ մի բան չփոխվավ ընկերներ, չգիտեմ խի ինչն է պատճառը, բայց այս կողմը մանավանդ այս վարորդի կողմը ավելի ցածր է նստում, քան այն մի կողմը ու ամեն դեպքում այն կողմն էլ էլի ցածր է նստում, բայց այս կողմը էլի ոչինչ, էլի հարմար է, չգիտեմ խի է տարբերություն տալիս, բայց ամեն դեպքում այն չի, նույնիսկ ինչ եմ արել ես ընթացքում ընկերներ, ավելի նեղ 225 45 պագիշկեք եմ գցել տակը, բայց հիմա չի քսում, բայց էլի տեսքը այն չի, ինձ դուր չի գալիս տեսքով կախակիթը հետև հետ համեմատած, չեմ ուզում հետև ավելի իջացնեմ, որտեղ հետևն է սկսելու քսել, ամեն դեպքում հիմա ինչ ենք անում, ուրեմն ընկերներ, պետք է դնենք 4.23 մմ-անոց սպրինգ փադերը, ռեզինները, դրանցից չկա, չեմ կարող գտնեմ, ամեն դեպքում ոնց որ Եվրոպայում կա, պատվիրելու եմ, հիմա այս վիդեոն նկարելու պահին արդեն երևի թե այսօր միտեղ կա Ամերիկայում, որտեղ որ ասեցին հատուկ պատվեր է Mercedes-ի դիլերից, եթե էդի եղավ, ուրեմն եղավ, բերում ենք 4.23 մմ-անոցն ենք դնում, եթե չեղավ, ուրեմն պետք է պատվիրենք Եվրոպայից ու այդ ժամանակ կգա կփոխենք, կբերենք իր ճիշտ բարձրության, որ մի քիչ բարձրն է, ինչի շատ ցածր, շատ սիրուն չի։
Ընկերներ, այսօր այսքանը այս սերիայում Mercedes-ի հետ կապված լիքը լավ նոր ավտոներ, նոր վիդեոներ, նոր պրոյեկտներ անելու ալիքում անպայման բաժանորդագրվեք ալիքին, լայքեր դրեք ու կոմենտներ գրեք, շատ կարևոր է կոմենտները, հաճելի է կարդալ մարդկանց կարծիքները, այն ամեն ինչի վերաբերյալ ինչ որ դու ես անում։ Հենց որ ընկերներ լավ մնացեք, չլքեք ալիքը, հետաքրքիր վիդեոները առջևում են։ Լավ մնացեք, կտեսնանք։